վրան գրված է, ինչպես ասացիք, խաղաղության պայմանագիր։ Համարենք ծաղր, զավեշտ Բաթումի պայմանագիր, հետո Ալեկպոլի պայմանագիր, որ ըստ էության մեր ոչնչացման պայմանագրերից են, բայց հապա նայեք վերնագրերը, ավելի գայթակղիչ է Բաթումի պայմանագրի վերնագիրը, ոչ թե խաղաղության, այլ հաշտության եւ բարեկամության պայմանագիր։ Ամեն ինչ արվում է, որ իշխանության ղեկին նստածը մնա իշխանության։ Այս թղթի կտորը, որի վրա ուղղակի գրված է խաղաղության պայմանագիր, շատ պետք էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այդ նոր ընտրություններին, համապետական ընտրությունների ժամանակ նա ճոճի, ասի ես խաղաղություն բերող վարչապետ եմ, հա։ Երանի մեզ, որ հայանուն մեկը իր փափախով մտնում է թուրքի գյուղերից հարկ է հավաքում։ Ջերմուկի գլխին է կանգնած թուրքը։ Մենք գնում ենք խորհրդարան պարոն Փաշինյան, պարոն Ալեն Սիմոնյան, այս բառապաշարով խոսում ենք մարդկանց հետ, ովքեր ամեն օր ժամ-ժամ մեզ դավաճանում են։ Նեղանում են, քննադատում ես, եղբայր, արդյունքում սա եղավ։ Վերջին հաշվով դու ինչ քննարկման մեջ մտնում ես, առաջինը տալիս ես քո կուսակցության անունը։ Իշխանության վարկանիշը իջնում է, դրա համեմատ ընդդիմությանը պիտի բարձրանա։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում, հյուրս այսօր գրող հրապարակախոս Կարո Վարդանյանն է, շնորհակալ եմ պարոն Վարդանյան, հարցազրույցի հրավերը ընդունելու համար, վերլուծենք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, վերջի զարգացումներին կանդրադառնանք, այսպես կոչված խաղաղության պայմանագրին, հա, Փաշինյան-Ալիև տանդեմը տետատետ իր բանակցությունների, այսպես կոչված բանակցությունների, ես չգիտեմ դրա անունը կարելի է դնել բանակցություններ թե ոչ, եկան համաձայնության, որ ինչ որ մի փաստաթղթի շուրջ, նախագծի շուրջ, որը դեռևս իհարկե չի ստորագրվել, բայց այլևս ավարտված է քննարկումը այդ փաստաթղթի շուրջ, որի անունը դրվել է խաղաղության պայմանագիր, իդեպ ասեմ, այդ փաստաթուղթը ոչ ոք չի տեսել, այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմությունը, առավել եւս մեր ժողովրդի հայտնի չէ, թե ինչի մասին է խոսքը, մտավորականները, ոչ մեկ չի տեսել, լրագրողներս, բայց բովանդակությունը այնքանով հայտնի է մեզ, որքանով հայտնի է, թե ինչ պահանջներ է դրել առ այսօր Ադրբեջանը Հայաստանի առաջ, իսկ այդ պահանջները սարսափելի են։ Մենք դրան իհարկե կանդրադառնանք, բայց հիմա ուզում եմ նախ հասկանանք, ինչի շուրջ կարող էր համաձայնության գալ Հայաստանի իշխանությունը թշնամական պետության հետ եւ այն էլ այդ փաստաթղթի անունը դնել խաղաղություն, ոչ ավել, ոչ պակաս, հա, խաղաղության պայմանագիր։ Հիմա ուզում եմ դուք ձեր կարծիքը հայտնեք, նախ մենք ինչի հետ գործ ունենք, դա իրական խաղաղության մասին է խոսքը, ինչ իմիտացիա է ստեղծվում խաղաղության անվան տակ, պարոն Վարդանյան, ինչ վտանգների հետ մենք այսուհետ գործ ենք ունենալու դարձյալ խաղաղության անվան տակ, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչ խոսք, մենք այդպես էլ չտեսանք ամբողջական տեսքը, երևի թե երբեք էլ չենք տեսնի, ինչու եմ ասում երբեք, որովհետև տեսականորեն դա հրապարակվելու է, ենթադրվում է ստորագրվելուց եւ վավերացվելուց հետո, բայց ես հակված չեմ մտածելու, որ դա երբևէ կստորագրվի։ Ինչու՞։ Որքան էլ որ այդպես կծկտուր ակնարկներից, վերլուծություններից մենք գիտենք, որ դա միակողմանի անվերջ զիջումների կետեր են, որ շարունակ ավելանում են, այնուամենայնիվ վրան գրված է, ինչպես ասացիք, խաղաղության պայմանագիր։ Համարենք ծաղր, զավեշտ, թե չէ, դրան մենք մեր պատմական հիշողությամբ սովոր ենք, ընտելացել ենք։ Տեսեք, այս տարիներին անդադ չարչրկվում է, չէ, գնում հասնում ենք Բաթումի պայմանագիր, հետո Ալեկպոլի պայմանագիր, որ ըստ էության մեր ոչնչացման պայմանագրերից են, բայց հապա նայեք վերնագրերը, ավելի գայթակղիչ է Բաթումի պայմանագրի վերնագիրը, ոչ թե խաղաղության, այլ հաշտության եւ բարեկամության պայմանագիր։ Բայց որ կարդում ես, ըստ էության չկա Հայաստան։ Կամ վայ են Հայաստանին, որ դրանով ստեղծվել է։ Մոտավորապես նույն բանն է, բայց ինչու եմ ասում, որ չի ստորագրվելու։ Այս ամենը արվում է խոշոր հաշվով, մի քիչ կոպիտ ասեմ, երկուստեք արվում է աթոռը պահելու համար, իշխանության համար։ Նույն կերպ, որքան Ալիևն է ձգտում հարատև դարձնել իր իշխանությունը, կամ գոնե
իր պատկերացրած ժամկետում փոխանցել իր ժառանգին, ինչպես իր հայրն արեց, նույն կերպ այստեղ էլ ամեն ինչ արվում է, որ իշխանության ղեկին նստածը մնա իշխանության։ Այլ բան է, որ այդ ամեն ինչը Ադրբեջանին շարունակ բերում է նորանոր տարածքներ, ազդեցություններ եւ այլ, իսկ մեզ բերում է եղածնել, զիջել, հանձնել, ազատվել։ Պարոն Վարդանյան, այսինքն դուք այն կարծիքին եք, որ քանի որ նախընտրական արդեն տրամադրություններ են, չգիտեմ, արտահերթ կլինի մինչ այդ թե չէ, այնուհանդերձ գնում ենք քաղաքական ուժերը, իշխանությունը գնում է դեպի 2026 ընտրությունների, եւ դուք այն կարծիքին եք, որ այս թուղթը, այս թղթի կտորը, որի վրա ուղղակի գրված է խաղաղության պայմանագիր, շատ պետք էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այդ նոր ընտրություններին, համապետական ընտրությունների ժամանակ նա ճոճի, ասի ես խաղաղություն բերող վարչապետ եմ, հա, գուցե այս իմաստով ձեռնտու է Փաշինյանին, բայց ուզում հասկանալ ինչ իմաստով էր դա ձեռնտու Ալիևին, ասենք օրինակ մեկը ինքը կարողանում է պոկել Հայաստանից միակողմանիորեն ստանալ ինչ որ ցանկանում է, չէ, առանց այդ թղթի էլ նա ստանում է, հա, խնդրեմ։ Այո, իհարկե ոչ թե պետք է Փաշինյանին, այլ այս պահին արդեն որպես թթվածին է պետք։ Արդեն ինքը մենք գիտենք, որևէ հենարան չունի հանրության մեջ, այդ եղածն էլ չգիտեմ ինչի վերածվեց, օդ ու ջրի պես է պետք, ընդ որում եթե մի հրաշքով այդ ստորագրությունը Բաղձալի կարողացավ պոկել, իսկապես ձեռքին բռնասպտը տասնելու է եւ արագ որսալով օրվա տրամադրությունները չի բացառվում, որ գնա արտահերթ ընտրությունների։ Եթե այդ խայծը արդեն որ երրորդ անգամ մեր հանրությունը կուլ տվեց եւ չգիտեմ նորից գնաց ԿՊ ընտրեց, երրորդ անգամ նա օժտվեց լեգիտիմությամբ, որքան էլ որ դա աշկակապություն է։ Դրանից հետո պատկերացրեք նա նույնիսկ այս կամ այն մարզը հանձնելիս չի էլ վերկենալու բացատրություն տա, գոնե իր ձևով էլի խափի, որովհետև երեք ինձ ընտրեցիք, այսինքն ինձ նորից երրորդ անգամ օժտեցիք այն ամենով, ինչը որ ես անում եմ, բայց տեսեք հիմա մենք մեր դաշտը քաղաքագիտական, վերլուծական, այդ ամենը ու դա բնական է, դիտարկում է մեր տեսանկյունից, մեր ասելով նկատի ունեմ այն ինչ որ այսօր ներկայացնում է Հայաստանը, այսինքն ինչ կտա այդ զարուրանքի ստորագրումը։ Հիմնականում այդ տեսանկյունից է վերլուծվում։ Եթե նույնիսկ փորձում են Ալիևի Ադրբեջանի տեսանկյունից վերլուծել, հիմնական վերլուծությունները սա է, որ նորից Միջանցք, Միջանցքից հետո մարզ, չգիտեմ, այս ազդեցության գոտիները, այն ազդեցության գոտիները, բայց մի շատ կարևոր բան կա, որ ես որքան հետևել եմ, այդպես էլ որևէ մեկը չի դիտարկում։ Ինչու ես սկզբից խոսքի սկզբում ասացի, ես պարզապես բացառում եմ, որ նա կստորագրի։ Ախր մի հատ եկեք դիտենք ադրբեջանցի կոչվող ժողովուրդ ասենք, հանրություն ասենք, վերջապես 7-8 միլիոն կան, չէ, բուն Ադրբեջանում։ Դրանց տրամադրությունները մենք մոռացանք, որ հենց նույն Ալիևի ձեռամբ արդեն երկրորդ, երրորդ սերունդը մանկամսուրից աճում են հակահայ։ Չգիտեմ, մի անբացատրելի ատելություն, այսինքն իրենց գոյաբանությունը կառուցվում է հայի հանդեպ ատելության վրա։ Ու դա ոչ թե դա իրենց գիտակցության մեջ է, իրենք հավատում են, որ հայը չարիք է առաջին հերթին իրենց համար ու ընդհանրապես տարածաշրջանի համար։ Հայը պիտի բնաջնջվի, իսպառ բնաջնջվի։ Ու հանկարծ այդ բանը շատ լավ գիտի Ալիևը, որովհետև ինքն է այդ ամենի կնքահայրը, այդ գաղափարախոսության։ Բացի դրանից այդ ֆիզիկական ատելությունը նաև ներշնչել է, որ Հնդկաստանից եկած այս գնչուական ցեղախումբը իրենք համոզված են, որ մենք այդպիսին ենք։ Այդ Հնդկաստանը ոնց են հնարել արդեն քանի տարի, որովհետև ինչ որ մեկը հարց կտա, չէ՞ լավ, եթե ասում եք, որ սրանք եկվոր են, դուք հյուրընկալել եք ձեր հողերում, արևմտյան Ադրբեջանում, բալա որտեղից են եկել։ Այդ հարցը կծագի, չէ՞, ու այդ հարցն էլ են մշակել դրանց պատմաբանները, եկել են Հնդկաստանից, թափառական ինչ որ բոշաներ են, էլի։ Հիմա
փաստաթուղթ է ստորագրվում, ըստ էության կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց միևնույն է գլխին գրված է խաղաղության պայմանագիր։ Ինչպես է դա ընկալելու ադրբեջանական հանրությունը, որքան էլ սկսես բացատրել, նախ չես էլ կարող անկաշկանդ բացատրել, որ խաբել եմ կամ ստիպել եմ, վերնագիրն է այդպես, բայց հələ նայեք բովանդակությունը արդեն ամբողջ փաստացի Հայաստանը մեր ազդեցության տակ է գնում դրանով։ Միևնույն է, մի կարծեք, թե դրանց այդ հանրության ինտելեկտը մերինից բարձր է, որքան էլ որ մեր ըմբռնողականությունը, ինտելեկտուալ, չգիտեմ, վիճակը սրանք ԿՊՆ-ը տարիների ընթացքում զրոյացրին ինքնագնահատականը հայի, միևնույն է, այնքան չիջավ, որքան ադրբեջանցու բնական այդ ոչխարային վիճակը, նրանք չեն հասկանալու, նրանք իրենց խաբված ու դավաճանված են զգալու, որ ինչպես ախր, մենք պապական գիտենք, որ սրանք թշնամի են, սրանց հետ ոչ մի թուղթ չի կարելի, ոչ մի պայմանավորվածություն եւ այլ, ու մեկ էլ հանկարծ խաղաղության պայմանագիր։ Պատերազմ արեցինք, հաղթեցինք, դու նրան չես էլ կարողանալու բացատրել, որ դա համաձայնեցված շոու էր, արյունարփու շոու։ Նրանց ներշնչել են, որ այդ հաղթական ադրբեջանական բանակը վեր կացավ, հաղթեց, իհարկե նաև զոհեր տվեց եւ իդ վերադարձրեց ոչ թե իր պատմական հողերը, այլ հողերի մի փոքրիկ մասը։ Բայց այդքանից հետո դու ստորագրում ես հայերի հետ խաղաղության պայմանագիր, այսինքն չերկարացնեմ, եթե այդպիսի հիմարություն արեց Ալիևը, իհարկե չի անի, դա կբերի իր իշխանության ավարտին։ Հաստատ բերելու է իշխանության ավարտին։ Այսինքն դուք վստահ համոզված եք, որ չի ստորագրի Ալիևը, որտեղ դա իրեն ձեռք չի տալիս։ Բայց այդ դեպքում ինչու այս գործընթացը, երբ հայտարարեցին իրենց մոտից խաղաղության պայմանագրի նախագծի, հա, այդ շուրջ բանակցությունները ավարտված են, այնտեղից ասում են, չէ, ասում են մեր բոլոր պայմաններին Հայաստանը համաձայնել է արդեն, այստեղ էլ ասում են այո, համաձայնել ենք, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից, ամբողջությամբ իրենց շահերից է բխում։ Ձեր դիտարկմամբ ադրբեջանցին դա չի հասկանա եւ չի գնահատի, ընդհանրապես խաղաղության բառը, հա, կարող է իրենց համար ասեն, այս ոնց թշնամու հետ խաղաղության պայմանագիր եք հա ստորագրում։ Դե տեսեք, բնականաբար այդ կեցվածքը ընդունեց Ալիևը, որ խնդրեմ պայմանները առաջարկե, թող քննարկեն, ընդունեն եւ վերջապես գնանք արդեն այդ բանակցությունների նախ քննարկումների միջև ստորագրելը։ Եվ այնպիսի կետեր է ավելացնում, որ որևէ ողջամիտ մեկը, ես չեմ ասում պատվախնդիր թասիբով, դա էլ մեր սխալներից մեկն է, որ անընդհատ սրա նվաստ վիճակը տեսնում ենք եւ սկսում ենք պատվախնդրության կոչ անել։ Դա մեծ սխալ է մեր կողմից։ Այդպես էլ մենք այս 7 տարի չգիտակցեցինք, որ պատվախնդրության ընկալումները մեր հայերիս եւ ԿՊ ասենք այդ հանրության դրանք այլ են։ Նրանց որ տանում էին տարիներ շարունակ վերապատրաստելու, Ստամբուլ կլինի, որ Ջանդամը կլինի, նաեւ պատվախնդրության դասեր էին տալիս, չէ՞, որ սխալ է ձեր ըմբռնումը, քո պատվախնդրությունը այն է, որ այն առաքելությունը, որ դու այսքան աստղաբաշխական գումարների դիմաց ստանձնում ես, այդ առաքելությունը մինչև վերջ կատարելն է։ Թե չէ քեզ մի թուրք կասեն, թե կասեն գնում ես այդպես գառնուկի պես Էրդողանի թևի տակ ես նկարվում, հետո խոնարհվում ես Ալիևի առաջ, դա սխալ ըմբռնողություն է պատվախնդրության։ Նրանք այդ դպրոցով անցել են, այնպես որ իսկ մենք միամիտ անդադ պատվախնդրության կոչեր ենք անում։ Իդեպ շատ ներողություն հիշում եք, որ ասում էր թուրք են ինձ ասում, ես դրանից բոլորովին չեմ վիրավորվում։ Հա, ճիշտ եք ասում, դասեր է անցել։ Վաղը կասի դա հպարտանում է։ Այո, եւ եկել է մեր մտածողությունը փոխելու, նաեւ ասում է, չէ, հայրենասիրության այդ մոդելը սխալ է աշխատել, դուք ուրիշ ձևով պիտի մտածեք։ Ճիշտը մենք ենք ասում է, դուք չեք եւ փորձում եմ ես կրթել, այդ մասին իհարկե քիչ անց կխոսենք, բայց շարունակի խնդրեմ մեր հարցին, այսպես է իմ ընկալումը, հայտարարում ես աշխարհով մեկ, խնդրեմ կետերը դրել եմ բանակցելու ու ավելացնում ես այնպիսի կետեր, որ ինչպես ասացի, որևէ ողջամիտ մեկը, այն էլ երկիր ղեկավարող, երկիր ներկայացնող, դա արդեն կարմիր գիծել չի, չգիտեմ ինչ է, չի ընդունի, կամ կասի լավ եկեք գոնե այս երկու կետը, որ
շատ ցավալի է, կործանարար է մեզ համար, նստենք մի քիչ մեղմենք, քննարկենք, բայց հանկարծ հետ է վերադառնում, որ համաձայն եմ, եկեք հենց հիմա էլ ստորագրենք։ Այստեղ կարող է մի պահ կարկամի, Ալիևը իր ամբողջ դիվանագիտությամբ, լավ, մենք գիտենք, որ մեր ճորտն է, մեր ձեռնածուն է, բայց այս աստիճան, ու այդտեղ, ինչպես ժողովուրդն է ասում, ով գիտի մի պահ Ալիևը մատը կծել է։ Ես իմ թակարդի մեջ ընկա, հիմի 4 կետ էլ ավելացնեմ, ենթադրենք ասեմ, մինչև Գեղարքունիք պետք է հանձնես, հեսա նորից 3 օր հետո հետ կուղարկի կասի համաձայն եմ, բայց միևնույն է, վրան գրված է խաղաղության պայմանագիր, իսկ իր վերջնական նվիրական նպատակը Ալիևի, այս ամբողջ աղետը, որ բերեց, աթոռին մնալն է, չմոռանանք, որ իր հանրությունը իրեն չի սիրում, էլ չասեմ ատում է, վաղուց օձիք են թափ տալի Ալիևի ռեժիմից, այո, եւ ինչպես մի առիթով գրել էի, այս աշխարհում ադրբեջանցին Ալիևից շատ ատում է միայն մի բան, դա հայն է, հայությունն է, այդ ամենը Ալիևը շատ լավ գիտի, նա, չգիտեմ, Նիկոլը չի է, որ գան քծնեն ականջին ասեն, որ ժողովուրդը քեզ պաշտում է, ժողջանի աշկի լուսնես բան, այդպիսի բաներ թուրքի քծնանքը մենք գիտենք, Ալիևի ականջին էլ են ասում, բայց նա այդքան միամիտ չի, աչալուրջ հետևում է, նա շատ լավ գիտի իր հանրությունը ինչ է շնչում, նա չի ստորագրի որևէ բան, որի գլխին գրված է հայերի հետ խաղաղություն։ Լավ, այս գործընթացը այդ դեպքում մինչև ուր է հասնելու։ Տեսեք, այդ որ հայտարարեցին արդեն համաձայնության են եկել եւ այլն եւ արդեն ավարտված է տետատետ բանակցությունները, իդեպ գնում էր առանց միջնորդների, գիտենք, չէ, Փաշինյանը որոշել էր որևէ միջնորդ մեջտեղ չբերել, այդ թվում նաեւ մերժեց Ռուսաստանի միջնորդությունը, հիմա էլ շտապեց իհարկե շատ արագ զանգահարել Պուտինին, քաղաքագետները նկատում են, որ երևի հասկացել է, որ խայտառակ իրավիճակ է, անդադար պահանջներ են նորից գալիս, անգամ այս նախագծի ավարտից հետո քննարկումից եւ գուցե հիմա նպատակ ունի, ասենք ռուսներին բերել միջնորդի դերը ստանձնել տալ, որ գոնե կանգնեցվի այս, հա, մեծ ախորժակը Ալիևի։ Այդ մեծ ախորժակը շարունակվում է, պարոն Վարդանյան, հիմա ես ուզում հասկանալ մենք ինչ փուլում ենք հայտնվելու։ Լավ, սա ստացավ այդ ստորագրությունը խաղաղության փաստաթղթի տեսքով, բայց նորից շտապում եք, չի ստանալու։ Ասում եմ, անկապ հիմի հարցրեցիք, չէ, բա լավ, էլ ինչ պատճառ է բռնելու։ Հա, տալիս է անընդհատ հետո։ Միևնույն է, այդ որ ասացի մատը կծել է ինչ-որ մի պահի շվարել է, հիմա տեսեք, կետերից մեկը ինչ դժվարությամբ մենք գլխի ընկանք, որ այդ օտար դիտորդների, արևմտյան դիտորդներին պիտի հանեն։ Ու ինչ է պատճառաբանում Ադրբեջանը։ Իբր լրտեսություն են անում, թե սահմանին կանգնած այդ պարապ-սարապները ինչ պիտի տեսնեն, բայց դա մի փոքրիկ մեզ համար հույս էր, որ այդ սադրանքները սահմանին, մեզնից բացի օտար աշկել կա դիտող, տեսեք սրանք ընդհուպ այսօր էլ, երեկել ասում են հայերը նորից կրակում են, հասկանում եք, որպեսզի մենք էլ չենք կարողանում, ընդամենը կիսատ պռատ պաշտպանության նախարարությունը նրանցից է իմանում այդ մասին, կամ մեզնից է իմանում, մենք էլ ադրբեջանական աղբյուրներից ենք իմանում, այսպիսի անհեթեթ վիճակ է, մեր ՊՆՆ-ն էլ մեզնից է իմանում եւ մի տողով հերքում է, որ չկա այդպիսի բան։ Բայց այդ դիտորդը պիտի ասի, որ չկա այդպիսի բան, հենց այդ նպատակով է Ադրբեջանը այդ կետն էլ ավելացրել, դիտորդներին հանում ենք։ Ավելորդ աչքն են վերացնում։ Որպեսզի հեշտ հող ստեղծեն պատերազմի հաջորդ հողը, եթե նույնիսկ էլ հողել չմնաց տեսական, կստիպեն, որ այս սահմանից մի երկու կրակ գնդակ սլանա իրենց կողմը, մի քիչ կոպիտ եմ ասում, այսինքն, որ տեսեք, արդեն ստորագրելու վրա էինք, բայց այս է այս երկիրը, այս ժողովուրդը, արդեն պիտի ստորագրեինք, նորից կրակեցին մեզ վրա։ Եվ պատրաստում է պատերազմի, լավ ստորագրեց, հետո պատրաստում է պատերազմի նաև։ Եթե նույնիսկ լայնամասշտաբ գործողություններ պատերազմական չսկսի էլ, մշտապես այդ սուրը, որ մեզ այդպես սարսափի մեջ է պահում, չէ, անընդհատ մեզ վախեցնում է Փաշինյանը պատերազմով, անընդհատ պատերազմով։ Գոնե մշտապես մնանք այդ վախի ահի մթնոլորտում լարվածության
ու շարունակ ինչպես ուզենան մեզ հետ վարվեն, մեր երկրի հետ վարվեն։ Այո, պարոն Վարդանյան, այդպես էլ կա։ Այո, արդեն սկսել են, ԿՊԱ-ականներն օրինակ ասում են, եթե մենք չգնայինք այս խաղաղության պայմանագիր կոչվածի, համաձայնեցմանը եւ այլն, այդ նրանց պայմանների հետ չհամաձայնեինք, ապա պատերազմ կլիներ։ Այդ նույն process-ն է, ինչ որ Արցախից սկսված եկավ, Արցախը հանձնեցին, եկավ հասավ Տավուշ, Տավուշի տարածքները հանձնեցին, բոլոր ընթացքներում Փաշինյանը նույն խոսքն էր ասում։ Հետաքրքիր է նաև, որ Ադրբեջանն էլ է սկսել հետևյալն ասել, մեկ այլ սուրել ինքն է, ճոճում պատերազմի հետ միաժամանակ, եթե չհամաձայնեք այս կամ այն, իմ պահանջին, մասնավորաբար դրել է հիմա սահմանադրության փոփոխության հարցը, որտեղ Արցախի խնդիր կա, Արցախի հետ կապված ամբողջ այդ մտքերը պետք է հանվեն սահմանադրության միջից, որտեղ նա համարում է, թե դա տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն է Հայաստանն անում եւ ասում է, եթե չհամաձայնեք իմ մյուս պահանջներին, այդ թվում նաեւ Մինսկի համանախագահող խմբի լուծարում եւ այլն, ապա ես դուրս կգամ խաղաղության պայմանագրից։ Իբր պայմանագիրը եղել է, իբր ստորագրվել է, արդեն ինքն էլ դրանով է շանտաժ, այսինքն շանտաժի հետևից մի դեպքում պատերազմ, մյուս դեպքում հիմա խաղաղության պայմանագրից դուրս գալու շանտաժ։ Տեսեք, այդ դեպքերի տարբերությունը ո՞րն է։ Եթե ինքը ասում է Միջանցք Սյունիքով, դա միանգամից սրանք համաձայնվում են։ Այդտեղ ոչ հանրաքվեի խնդիր կա, ոչ բան։ Հիմա այդ սահմանադրությունը ըստ էության այնպես ինչպես սրանք են վարվում մեր սահմանադրության հետ, իշխանության եկածները։ Այդ աստիճան արհամարանքով, ոտնահարելով բոլոր իրավունքները, որ ամրագրված են։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը, մեր հիմնադիր փաստաթուղթը, որևէ բանով ադրբեջանցու ձեռքը չի բռնում, նրան ոչինչ չի խանգարում, բայց ինքը այդ կետը ավելացնում է, որովհետև դա ամիսներ է պահանջելու, ժամանակ շահելու համար։ Միանգամից սրանք կհամաձայնվեն կամ արդեն համաձայնվել են, լավ կփոխենք, բայց երբ պիտի փոխես, այդ հանրաքվեի գործընթացը պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն հարկադրված նորից պիտի գնան մի բարբարոս խախտման, չգիտեմ, դիմեն սահմանադրական դատարան, ինչ-որ թղթեր սարքեն, որ արագացված կարգով, այսինքն հանրաքվեի չդրվի, որովհետև դա ամիսներ է պահանջելու, կրկնում եմ, արդյունքն էլ խիստ կասկածելի է, արդյոք այս հանրությունը գնալու է այդ նոր նախագծին այո ասի։ Գուցե սահմանադրական դատարանով, ազգային ժողովով, բայց դա ուղեկցվելու է մեծ աղմուկ աղաղակով եւ այլ, եւ տևելու է մի քանի ամիս, հենց դա է նպատակը այդ մի կետի, որ էլի չստորագրվի։ Այնուամենայնիվ, հիմի պատկերացնենք, ամեն ինչ էլ կարելի է պատկերացնել, չէ՞, այնուամենայնիվ ենթադրենք Ալիևը ստորագրեց։ Լավ, էլի քեզ հրահանգեց, հիմա մի երկու կրակահերթ ես ենթադրենք Արցախում, կամ այն բարբարոս կետերից մեկը, որ պիտի ընդունես 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ուշադրություն դարձրեք իրենց պատմական հայրենիք։ Այդ 300,000-ից չեմ ասում 3,000-ին, 4 հոգուն հանկարծ աղմուկ է տարածվում, որ, չգիտեմ, կամ ծեծել են, կամ սպանել են նույնիսկ։ Պրովոկացիան պատրաստ է։ Ախր դա պրովոկացիա էլ չի, սա Թուրքի պապենական ձեռագիրն է, ինչ օրինակ բերեմ, Կիպրոսը ինչպես զավթեց։ Նորից, երբ որ ուղարկում էր այնտեղ տներ գնելու թուրքերին, հույների մտքով էլ չէր անցնում, լավ թող գան այստեղ փող ծախսեն եւ այլ, շատացան, երկու այդպիսի սադրանք իրենք իրենց ձեռքով երկու թուրք սատկացրեցին եւ հայտարարեցին, որ ապահով չեն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, պիտի մտնենք նրանց անվտանգությունը պաշտպանենք։ Եվ այդ դրախտային կղզին մտան ու կիսեցին, չէ՞։ Այդ բաներին նախադեպերն ինքան կան, պարոն Վարդանյան, նոր բան չպիտի որ այսպես մտածենք։ Իդեպ որ ասացիք ներողություն եմ խնդրում, չեմ կարող չասել, ընդամենը մի քանի օր առաջ անշարժ գույքի, այդ գործակալություն է կոչում, թե ինչ ցանցում աշխատող մի կին էր եկել մեր խմբագրություն եւ ուղղակի արցունքն աչքերին այդ կինն ասում է, այս ձեռքովս եմ ստորագրել այն թղթերի տակ, որոնց համաձայն թուրքերը գալիս են եւ գնում են մեր նորակառույց շենքերի
բնակարանները։ Ես ասում եմ, ես ուզում եմ, որ աղմուկ բարձրաձայնեմ այս մասին, որ մեր ժողովուրդը իմանա, որ այդ տները, որ հիմա շահագործվում են, որպես նորակառույցներ, ասում ենք, ինչ լավ է, գուցե ինչ-որ մի բան էլ կհասնի արցախցիներին, չեք ասում, ինչ արցախցի ասում է, ինչ հայաստանցի, ուղղակի թուրքերն են գնում բավական թանկ գներով, այ որ դուք ասեցիք Կիպրոսի օրինակը, այո, Երևանում, այսինքն տեսեք հիմա Երևանի մասին այդքան շատ չի խոսվում, այսպես ընդհանուր, մեր Երևանն է եւ այլ ընդհանուր, կոնկրետացնում են առայժմ Սյունիքը, բայց ձերքի հետ այս տարիների ընթացքում, այո, մենք բազմաթիվ վկայություններ ունենք եւ չգիտեմ, ինչ որ մանրադիտակ պետք չի որ նկատենք, նույնիսկ քայլերն են առաջին անում մեր տրամադրությունները, կենսունակությունը, զգոնությունը։ Ընդամենը 2 օր առաջ էլի մի հերթական դեպք չէ, որ թուրքը գինովցած որոշել էր իրեն հյուրընկալած հյուրատանը աշխատակիցներին հայհոյեր, ստորացներ, տեսնելու համար ինչպես կընդունեն։ Շատ լավ գիտեն, որ թուրք է սա, եւ աշխատակազմը լավ գիտի, որ թուրք ասելիս արդեն դա արտոնությունների մի բան է, այս իշխանությունների սահմանած։ Եվ ինչ պիտի լիներ առաջին արձագանքը, զանգում են ոստիկանություն։ Հա, ոստիկանն էլ ոստիկան է, ահա զանգ է եկել, գնում ձերբակալում է 10-20 րոպե հետո պարզվում է, թե որտեղից է ցուցումն եկավ, միջամտությունն եկավ, կամ արդեն նախապես կա, եթե միջադեպ է եւ ձերբակալվածը թուրք է, անմիջապես պիտի զեկուցես, արդյունքում շատ արագ բաց թողեցին։ Այո։ Նույնը ինչ որ մի քանի ամիս առաջ հունվար ամսին էր Ղարիբ Բաբայանի հետ կապված տեղի ունեցավ, մարդը ներկայացնում է, թե հրապարակում հավաքվել են մի խումբ ազերիներ, երգում են ադրբեջանական հիմնը, Ղարաբաղ այդ իրենց, այսինքն բուն ադրբեջանական երգ են երգել, այդ ահազանգն է հնչեցնում, ասում են ոստիկաններ կողքը կանգնած չեք տեսնում, սրանք ծաղրում են մեր ազգային զգացմունքները, մեր ցավն են, մեր վիշտն են ծաղրում, այսպես ցինիկաբար երգելով հրապարակում։ Եվ ինչ կատարվեց, այդ ցինիկ խմբին ձերբակալելու, պատժելու փոխարեն պատժեցին Ղարիբ Բաբայանին, որը բարձրաձայներ էր այդ մասին։ Այնպես որ մենք իսկապես մեկը մյուսի հետևից լուրջ մտահոգիչ փաստերի ականատես ենք դառնում, պարոն Վարդանյան, եւ շարունակելով ես դրան դեռ կանդրադառնանք, ամեն դեպքում հիմա նաեւ չգիտեմ, տեղյակ եք կարծեմ, վերջերս Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետբյուջեի հաշվին հրավիրել էր մեր կառավարության ամբողջ ծախսերով, այստեղ էր հրավիրել թուրք լրագրողների։ Ես չգիտեմ, տեղյակ եք, թե ինչ հոդվածներ են նրանք հիմա մեկը մեկի հետևից գրում, հակահայկական, այսինքն բերեցին այստեղ մեր փողերով, այստեղ կերցրեցին, խմացրեցին, պահեցին, հանդիպում կազմակերպեցին, տարբեր տեղեր տարան, շրջայցեր եւ այլն, ճանապարհեցին Թուրքիա, եկան սրանք, տեսան, գնացին եւ գրում են հակահայկական հոդվածներ մեկը մյուսի հետևից, հայտարարելով թե Երևանը, բա դուք չգիտեք, որ նախ Երևան է, Երևան չի, ու Երևանն էլ մեր պատմական քաղաքն է։ Այսինքն մի հատ եկեք հասկանանք, հա, մեր գլխին ինչ են սրանք սարքում, կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, որ այդպես գնաց սրտին սեղմեց Էրդողանի անհասկանալի գիրքը եւ հիմա ուղղակիորեն թուրքական օրակարգ է մեր երկրում իրականացնում, փաստերը մեկ առ մեկ կարող ենք թվել։ Այդ լրագրողների հարցի հետ կապված տեղյակ եք, որոշակի տեղեկատվություն ունեք։ Որոշակի։ Ես էլ որպես մտահոգ հայ մարդ բնականաբար հետևում եմ ինձ հասանելիության սահմաններում։ Իհարկե, այն հնարավոր ու անհնար դրսևորումներից մեկն է դա։ Եվ առաջին տիպիկ դրսևորումը նախ իր կերպարանքը նայեք, որ ասենք տարիներ ի վեր անփոփոխ կերպարանք է դա։ Ադրբեջանական, այդ իր գլխարկով, իր այդ շարժու ձևով, բանով, այսինքն դա այն կերպարն է, կերպարանքն է ադրբեջանցու, որին մենք պապական գիտենք, այդպես է դաջված ադրբեջանցին մեր կանաչի ծախող։ Այո։ Իրենք ինչպես ասում են, իրենց անուններով կոչենք, հա։ Այո, եւ իրենք շատ լավ իմանալով այդքանը, որ հայերի ընկալումներում ինչպիսին է ադրբեջանցին, եւ երկրի առաջին դեմքը այդ կերպարանքն է առնում իր վրա։ Մնացյալը լրագրող կբերի Էրդողանի հետ հպարտ կնկարվի, ախր գոնե հպարտ նկարվեր, թևի տակ կուչ եկած, ինչպես, չգիտեմ, սպասավորը տիրոջ եւ այլ։ Այդ դրանք
հայտնի ու անհայտ դրսևորումներն են, որ շատ ենք մենք դրանց ականատեսներ։ Այո, Ալիևի հետ իր բոլոր նկարներն է որ նայեք, նույն կուչեկած վիճակն է, որում Արցախը հանձնելու հենց այդ շրջանում նա անդադ այդ կադրերի մեջ էր, կուչեկած վիզը ասում են պատվախնդրություն, լավ։ Էրդողանի հետ կապված թագադրում կլինի, եսիմիշ կլինի, նախ զարմանալի է, չէ՞ որ հրավեր է գալիս, էլի մեր մտածողությամբ ուր մնաց հայի պատվախնդրությունը, բան այսպես ենք դատում, հերիք չի ելնում վազում է, այնտեղ կրկնակի են ստորացնում, երրորդ, չորրորդ շարքում են նստեցնում, որպես չգիտեմ ածանցված մի բան, ու մի բան էլ այդպես գիտեն ինչպես նկարահանեն ու մատուցեն։ Դրսևորումները անհամար են, բայց կրկնում եմ, չպետք է դա դիտարկենք, որ մեր ըմբռնած պատվախնդրության դիրքերից, որտեղ սրանց միջից դա հանած է, եթե երբևէ առիթ ունենաք, ես այդ բախտը ունեցել եմ, Արևմտյան Հայաստան տուրեր կան, չէ, հիմա շատ մատչելի է, գուցե եւ դուք էլ եք գնացել, տեսեք, ամբողջ Արևելքը Անատոլիայի, դա մեր հայրենիքն է, Արևմտյան Հայաստանը, սահմանն անցնելիս, այնպես խիտ պարբերականությամբ դուք կտեսնեք, այդ կարգախոսը հպարտ եմ, որ թուրք եմ, հպարտ եմ, որ թուրք եմ, դեռ այդ տարածքները հիմա քրդաբնակ են, բայց կարևոր չի, դա Թուրքիա է, մշտապես, որ թուրք լամուկը, չափահասը, ծերունին, եթե մի պահ մոռանա էլ, չնայած իր ներքուստ սերմանված է, որ թուրքը բարձրագույն որակն է մարդկության, մնացյալը պիտի ծառայեն, չգիտեմ ինչ լինեն, բայց եթե նույնիսկ մի պահ մոռանա էլ, միևնույն է, այն սարի վրա կամ այն պատի վրա գրված է, հպարտ եմ, որ թուրք եմ, այնպես որ չզարմանաք, եթե նա վերկացավ ասես դա հետ էլ վիրավորանք չի, ձեզ թվում է, թե ինձ վիրավորեցիք, մի օր էլ որ հելնի ասի ես հպարտ եմ, որ ինձ թուրք եք ասում, սա նույն գաղափարախոսության մեջ է։ Թող թուրքը գնա իրեն ստորացված զգա, որ այս կարգի ստոր երևույթին թուրք են կոչում։ Դա այդ թուրքը թող ինքը իրեն ստորացված զգա, ոչ թե մենք։ Եվ ստորացնում էլ է, այնպես չի որ եւ վերցնում է, պահանջում է ամեն ինչ, ստանում է Փաշինյանի ձեռքից իր համար անհրաժեշտ է եւ միաժամանակ ստորացնում է։ Հիմա մենք խոսեցինք դրանց հոգեբանությունից։ Սա չգիտեմ, ինչ որ կանացի հետաքրքրասիրություն չի տնտեսուհու, որ երբեմն տեսնում ենք, չէ, սոցիալական ցանցերով ինձ համար հետաքրքիր է ոչ թե այդ նյութը կամ հայտարարությունը, այլ տակի մեկնաբանությունները, եթե թեման հայկական է, բնականաբար մի հատ սուրու, անասնական սուրու, ազերական, ադրբեջանական, դու կարդում ես ես, որպեսզի հասկանամ ամբողջ դրանց մտայնությունը հանրության, որ սկսում են քրքջալ, ծիծաղել, որ էս ինչ լավ էր, Ալլահը մեզ նվեր բերեց Փաշինյանին, մի երկու հայ այդպես, չգիտեմ, տանջահար ցասումով կամ եսի ինչ կարող է տակը գրեն, 1000 անգամ հանդիպած կլինեք, որ սա մերը չի ախր, դա թուրք է ձերն է, անմիջապես հակադարձում են, ոչ, թուրքը չի կարող այդպեսին լինի, դա հենց ձերն է, դուք եք այդպեսին։ Այո, այսինքն վաղ թե ուշ նույն թուրքն էլ չի ներելու այս դավաճաններին։ Չի ներելու, պատմությունը դա ցույց է տվել, դուք լավ գիտեք։ Թուրքը երբ է իր գործիքը պահել միջև վերջ։ Գործիքը իր գործն արեց, դեմ պիտի նետվի։ Այդպես էլ կա պատմության։ Ցավոք դա արվելու է մեր թշնամու ձեռքով, ոչ թե մենք ենք այդ դատը տանելու։ Ես շատ կուզեի, որ դա լիներ հենց մեր դատը, ոչ թե թշնամու։ Ցավը մեզ են թողնելու։ Թուրքը այդքան միամիտ չի է, որ այսքան անելուց հետո ինքը իր ձեռքով պատժի։ Այնպես է պատժելու, հետո աշխարհին ցույց տա, որ հայերն արեցին։ Դա էլ ենք տեսել, դրա նախադեպերն էլ կան։ Մենք էլ հազար ներողություն, որ այսպես եմ դիտարկում, հիշեցի, որ մի հրաշալի ծրագիր եք սկսել Նեմեսիսը նորովի վերհանելու, ու մենք էլ մխիթարվելու ենք, որ վաղուց թոշակի անցած Թալիաթ Փաշային հայը սպանեց։ Ճիշտ եք ասում։ Ու դա համարելու ենք մեկին մեկ հատուցում։ Էլ չենք նայելու, որ մի հսկա անծայրածիր հայրենիք Թալիաթը մեզնից տարավ ու ժողովուրդն էլ կեսից ավելին կոտորեց բնաջնջեց։ Աշխարհին մատուցվեց, որ հայ հերոսը գնդակահարեց
այդ հայ հերոսը եթե ռազմի դաշտում ձեռքը հասներ Թալյաթին ու կանգնեցներ դա կլիներ հպարտությունը, այո, հայ հայրենազրկումը, շատ ճիշտ եւ կարեւոր դիտարկում արեցիք, ճիշտ եք ասում, մենք հիմա այնպիսի ծանր իրավիճակում ենք, որ ուրախանում ենք, այսպես ոգևորվում ենք ավելի ճիշտ մեր այդ հերոսներով, համարում ենք, որ իրենք արդարության մարտիկներ էին, վրեժխնդիր եղան, բայց չէ որ մենք իսկապես կորցրեցինք մեր հայրենիքը, Թալյաթը, Էնվերը, Ջեմալը, այդ սրիկաները իրենց այդ հրեշները իրենց հրեշ գործն արեցին, մեր երկիրը մեզնից պոկեցին, մեր լեզուն, մեր հայրենիքը, չեմ ասում մեր մարդկային ահռելի քանակությամբ մեր զոհերը։ Հպարտանալու է Արմինե ջան, ես չէի ուզի իմ խոսքերը այնպես ընկալվեր։ Չէ, կարծում եմ ճիշտ ընկալվեցին։ Նեմեսիսը մեր հպարտությունն է։ Եթե բայց ավելի վաղ լիներ, որպեսզի բռներ Թուրքի ձեռքը։ Գուցե այսպես, այ դուք ճիշտ եք, այո, մարտի դաշտում լիներ Թուրքի ձեռքը բռնելու համար, դա մեկ էլ թեմա է, կարծում եմ առանձին կարող ենք խոսել։ Այսպես հավակնեմ ասել, որ չնայած մեծամտություն կթվա, 1-2 տարի առաջ մի տողանոց մի գրառում արեցի։ Այդպես մի վհատված, ճկված, ջլատված տրամադրության մեջ գրեցի, եթե ժամանակին չես ստեղծում ասալա, հետո ստիպված ես լինելու ստեղծել նեմեսիս։ Այն ինչա որ քիչ առաջ խոսում ենք։ Այո։ Ուշացած թոշակառուներին պատժելու ինչ-որ գործողություններ։ Ցավոտ փաստ։ Անցնենք առաջ, պարոն Վարդանյան, հիմա տեսեք խաղաղություն են հաստատում, շատ է շեշտվում հետևյալ միտքը, հնարավոր է խաղաղություն հաստատել մի երկրի հետ, առանց ասենք դնելու սեփական գերիների հարցը։ Ես երեք կարդում էի մի հոդված, որտեղ ասում է, թե օրինակ հրեաները ինչպես են նման դեպքերում, Իսրայելը, հա, ասենք, եթե գնում է որևէ երկրի հետ բանակցությունների, Իսրայելի ղեկավարը, եթե կա այդ երկրում հրեա գերիներ, առաջին հերթին դնում է գերիների հարցը։ Ես կարծում եմ ամեն մի ցանկացած երկիր այդպես պիտի վարվի եւ վարվում է։ Այս մարդիկ 4 տարի բանակցում են, երբևէ այդ բանակցությունների ընթացքում որպես նախապայման չդրվեց գերիների հարցը։ Հիմա չգիտեմ ինչ անուն տալ այս երևույթին, մտածել եք այս մասին, ինչ է կատարվում։ Ջան, դա չգիտեմ, ոչ թե մտածել եմ։ Դա ախր մեզ համար էլ արդեն նվաստացում էլ չի է, գետինը մտնելու, ողջ թաղվելու մի բանը, մանավանդ այդ տեսարանները դատավարության, որ հենց թաթարն է, ադրբեջանցին է իր ձեռամբ տարածում։ Մեր զրույցներից մեկի ժամանակ հիշում եք, մենք ինչի անդրադարձանք, երբ որ դրանց հաջողվեց հայ դավաճանի օգնությամբ, աջակցությամբ Արջուծաբաշ Սերոպ աղբյուրի գլուխը կտրել, նրանք միանգամից չտարան թաղեցին կորցնեին, դրեցին ամբողջ հայկական գյուղերով պտտասրեցին, նույն բանն է այսօր անում Ադրբեջանը, այդ չգիտեմ հացադուլից, տանջանքներից, կտանքներից երևում է արդեն դեմքերից է երևում, և բարոյական ստորացումը, և ֆիզիկական, և շարունակ նրանք մենք էլ զարմանում ենք, թե այսքան ապուշ են, էլի փոխանակ գրիմ անեն, այդ հարվածների տեղերը ծածկեն, ոչ, հենց դիտմամբ այդպես են ցույց տալիս, որ սրանք են ձեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր հույսը հավատը, տեսեք մենք ինչ ենք անում։ Նսեմացնում են։ Եվ եթե ինչ-որ մեկը հարցնում է սրան, ախր դու բան չունես ասելու, հիշում եք ինչ պատասխանեց ասուլիսներից մեկի ժամանակ։ Մի հատ հələ եկեք քննարկենք Ռուբեն Վարդանյանը ինչի հայտնվեց Հայաստանում, ինչպես թե ինչի հայտնվեց, հայ մարդը ինչի է հայտնվում Հայաստանում, հետո էլ քննարկենք, թե ինչի հայտնվեց Արցախում, անհույս Արցախ, քո պատճառով դավաճանված, լքված Արցախ, որ այդ պահին այդ մի հույսի շողը եղավ, վերջին հաշվով սա մի ամբողջ հաղորդման թեմա է, Արմինե ջան, քանի հարցը հասավ գերիներին, մի բան ասեմ, էլի, չգիտեմ, հետո առիթ լինելու է, թե չէ, հապա եկեք մի հատ մտովի դիտարկենք փողատեր հայերին, գոնե են ամենաանվանիներին, որը ամբողջ հայությունը գիտի Հայաստանում և Սփյուռքում, անուններ չտամ, անմիջապես եկավ, չէ ձեր մտքին, պալատական օլիգարխները, մյուսը, դրանցից որ մեկն է մարդամեջ հանելու բան, գրեհիկ, ցինիկ, թալանչիներ, չէ, միակ դեպքը, եթե երկրորդը գիտեք, ասեք ինձ, միակ ինտելեկտուալ, սրտացավ, հայրենասեր,
Փողատերը Ռուբեն Վարդանյանն է։ Ուրիշը եթե գիտեք, խնդրում եմ, ասեք ինձ, որը եկավ հիմա միակ բանը այդ մարդուն էլ բարոյա զրկելու անմիջապես այդով հնարեց առաջինը, որ Չորքոթանին էր, որ Թաթարստան հնարեց, կպցրեց, փակցրեց Ռուբեն Վարդանյանին, ու անմիջապես այս ամբողը կլեց այդ խայծը, որ եկել է Հայաստանը Թաթարստան սարքելու, որը այդ մարդն էլ շվարեց, թե այս ինչ շարժուր են անում։ Այսինքն միակ մրցակիցն էր, սա այնքան էլ հեռու չի ձեր հարցից։ Այո, կարևոր դիտարկում եք անում ասել։ Գերին իրենց պետք չէ, այն էլ, չգիտեմ, պատերազմ հաղթած Բակո Սահակյանի պես գերի, այն էլ Արցախի ինչ որ հանգրվանում չգիտեմ, վհատության պահին հույսի շող դարձած Ռուբեն Վարդանյան, իհարկե թող մնան այնտեղ, հետո կպարզվի ինչպես այդ ցանկը գերիների, այդ ով կազմեց, այդ ինչ քննարկումների արդյունքում եղավ, որտեղ քաղաքական ղեկավարներին հաջողեցին շատ-շատերը հանգստանցան սահմանը, այնուամենայնիվ, որ հաճախ սրանք շահարկում են, ինչի եք միայն վիրավորում մյուսների իրավունքները, անդադ Ռուբեն Վարդանյան եք ասում, ախր նույն ազերին ավելի շատ Ռուբեն Վարդանյանի տանջահար դեմքն է պատտեսնում, որտեվ ազերին ինքն էլ նույնչափ զգուշանում է այդ մեկից, որքան սա մեր դաշտը, քանի այսպես ապականված բարոյալ լքված է, այլ մրցակից ինքը չի տեսնում այս պահին, մենք էլ չենք տեսնում, ում հետ հույս կապենք, հույսը նա էր, որ ուներ ահռելի կարողություն, նաև այդ դրսևորումները մենք տեսել ենք տասնյակ ու տասնյակ, այդ կարողությունները ինչի վրա է ծախսել, ոչ միայն հայկական ու համահայկական, այլև միջազգային ծրագրերի վրա, չէ՞։ Եվ հետո էլ անձամբ գնացել է ծառայելու Արցախին, ինչ որ ելք գտնելու, ու դու միանգամից սպիտակը, ինչ որ ֆոտոներ ես գտնում Պուտինի հետ, այդ կարգի ճանաչում ունեցող մարդը, նա ոչ միայն Պուտինի հետ լուսանկար ունի, աշխարհի բոլոր ղեկավարների հետ էլ ունի, տեսեք մանիպուլյացիան, հակառուսականության ֆոնի վրա փորձ են անում այդ տարբերակով վարկաբեկել, բայց մեկ այլ դեպքում էլ ասում են Մեծ Բրիտանիայի հետ են։ Գիտեք, այս ամբողջ խնդիրը, այո, ցեղ շպրտել նախ ներսում, վարկաբեկել հայի աչքում հայրենասեր հայ։ Հնարավոր հակառակորդ, հնարավոր մրցակից չպիտի լինի, Եվ ճիշտ է, եւ միջազգային այն խոսքը, որ ասում էր Փաշինյանը, որը դուք հիշեցրեցիք, հա, պիտի մի հատ իմանանք ինչի է եկել եւ այլն, ընդհանրապես օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տեսեք ինչ է գրել, ասում է Ռուբեն Վարդանյանը Արցախ գնալուց առաջ մտել է նրա կաբինետ, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի, սուրճ են խմել, պատճ պրոշտի են արել, իրար էլ հաջողություն են մաղթել, այսինքն Փաշինյանը շատ լավ գիտեցել է, որ եկել է կներեք ինչ պրոշտի է, ահա, դա նույնն է, որ ասեն Թալիաթը վերջին այդ պոկեր խաղալուց շուրթերից համբուրեց Գրիգոր Զոհրաբին, բայց եթե չարամտորեն մեկնաբանես, ուրեմն եղբայրն, բայց դա մահվան համբույր էր, նա գիտեր արդեն ինչ է ծրագրել Զոհրաբի համար։ Հաջողություն ասեց եւ հրահանգը տրված էր արդեն սպանելու։ Այդպիսի համբույր է ով գիտի տվել Ռուբեն Վարդանյանին։ Հետաքրքիր եւ դիպուկ էր։ Պարոն Վարդանյան, անցնենք առաջ, ես կուզենայի այսօրվա մեր հարցազրույցը ամփոփենք մի շատ կարեւոր մեկ այլ հարցով, այդ կրթելու հետ կապված, ամուսիններով հայ ժողովրդին կրթում են, հա, դաստիարակությամբ են զբաղված մեր ազգի, մարդիկ ովքեր իրենք թերուս են, հա, նոր բան չեմ ասում, Նիկոլ Փաշինյանը համալսարանը չի ավարտել, թերուս է, շատ լավ գիտենք մեր դասախոսներից, ինքս համալսարանական եմ, բոլորը պատմում են, թե ինչպես են սովորել, ուղղակի չի սովորել, ասենք, հա, եւ այդ ընթացքում իր ձեռքի տակ եղած թերթերն էլ օգտագործել է զուտ քաղաքական նպատակներով գումար վաստակելու համար, սա նոր բան ես չեմ ասում, բոլորը շատ լավ գիտեն, հենց այդ առումով էլ ես իրեն երբեք չեմ համարել լրագրող, նա լրագրող չի, նա ուղղակի օգտագործել է այդ հնարավորությունը փող աշխատելու համար, ինչպես կանի ցանկացած մարդ բժիշկը կարող է նույն կերպ վարվել, ինժեները կարող է նույն կերպ վարվել, իսկ նա լրագրող չէ, այս հարցը ուզում եմ որ մեկ ընդմիշտ փակված լինի, մարդիկ
անընդհատ, որովհետև ասում են դե լրագրողը իրավունք չունի լինել երկրի ղեկավար, այստեղ մենք լրագրողի հետ գործ չունենք։ Մենք մի հակահայի հետ գործ ունենք, որը դրսից կոդը ստացած, ինֆորմացիան տված ուղարկվել է մեր երկիրը քանդելու համար։ Հիմա մեզ կրթում են։ Կնոջ ձեռքին մի դեպքում տեսնում եք խորենացի, ես չեմ հասկանում ինչ է կատարվում, հա, կարդում է, այսպես մեջբերումներ է անում։ Ամուսինը խոսում է իրական Հայաստան, իր այդ որը դարձրել է իր գաղափարախոսությունը, մենք պիտի նաև դա հասկանանք, այս մարդիկ ինչ են քարոզում։ Այ դուք ասում եք գնացել են Թուրքիա, չէ, այսպես իրենց տվել է անհրաժեշտ, հիմա այդ մարդիկ այդ տրվածը փոխանցում են մեզ։ Հակահայկականություն է գնում այս քարոզը։ Եվ ինչ է այդ իրական Հայաստանը, այդ գաղափարախոսությունը։ Ես կուզեմ, որ ձեր կարծիքը ընդհանրապես արտահայտեք, այս կրթական այդ մոդա, հա, նորաձև է կրթվելը, հա, այս քաղաքական շոումենների հերթական այս չեմ հասկանում սրա անունը ինչ դնել ազգներ ինչ են անում մեզ ինչ են անում նպատակը որն է մեզ հեռացնում են մեր ակունքներից մեր արժեքներից լավ էլ գլխի եք ընկել միամիտ կլինի մարդ որ գնա այդ ակցիաներին գիտելիք ստանալու ակնկալիքով բայց երբեմն գրառումներ եմ տեսնում ասում գնացին կրթվելու սա ինչ է հա այդ իրենց ֆեյքերի բանակն է դեմքեր են ֆեյքեր չեն ցավոք նաև ծանոթ մարդիկ կան երբեմն ուզում եք մի ցավալի բան ասեմ սա մի քիչ թող դերեն ինձ էլի չհամարեն մեր խոցելի տեղին դիպա իմ եւ ձեր կողմից մեծ արված այսօր էլ ես պատրաստ եմ իմ երբեմնի բարեկամ աշխարհահռչակ անունով պայծառագույն կոմպոզիտոր Ընդ որում վերլուծական մտքով ես տեսել եմ նա գրականագետից ավելի լավ է գրականություն վերլուծում, բոլոր երաժիշտները չեն կամ նկարիչները այդպես, հրաշալի վրձին ու, չգիտեմ, երաժշտություն ունեն, բայց հաճախ ինտելեկտ է, անունը չտամ արդեն պատկերացրեցիք։ Հերթական անգամ, որ նորից հալածում էին, ախր դուք բան չունեք ասելու, բա լավ չեք հետևում քաղաքական, միամիտ իբր ասեց բանը Հովսեփ Խուրշուդյանին եմ կարդում Կարծում եք այդքան միամիտ է, ուղղակի հենց ինքը այդպես ներկայացրեց, որ այս մեկն է աշկիս ընկնում, բայց դա հենց այն անունն է, սրանց հույսն ու հավատն է այդ անունը, կամ այդ 8-10 այդ հույս ու հավատներից մեկն է պարբերաբար վարձատրվող։ Այո։ Ու դե տեսեք, դրանց լսարանները, երբ որ այդ պիղծ գրառումներն անում են եւ պարբերաբար վարձատրվում Եվ որևէ մեկը չի ասում, ախր 7 տարի, դրանից առաջ էլ որպես գրանտակեր 17 տարի, այս մարդը ձեզ 5 տարի առաջ ասում էր, հեսա քիչ մնաց Ռուսաստանը բզիկ է լինում, հեսա Ուկրաինան կհաղթի, ու դուք հազարներով կախկանձում էիք ցնծությամբ։ Այսօր Ուկրաինան չգիտի քանի հազար կամ քանի տասնյակ հազար քառակուսիով պիտի պահպանվի, այն էլ ոչ լիարժեք ինքնիշխան երկիր ու այդ հազարավոր ցնծացողները չեն հարցնում բայց այսպեսի բան էիր դու ասում ու ամեն օր ասում էիր հասկանում եք այ կրթվելը գանք նորից ձեր հարցին ոչ թե գնում են գիտելիք ստանալու կամ իրենք ոչ թե այդ ակցիաներն անում են որ գիտելիք փոխանցեն հանրությանը այլ գիտելիքի մասին նրանց պատկերացումները գլխի վայր շուռ տան Այն ինչը որ մենք համարել ենք պատվախնդրություն, իրենք ներշնչում են, որ դու սխալ է ձեր ընկալումը, պատվախնդրությունը սա է։ Կոպիտ ասեմ իրենց բառապաշարով, հերոսը ոչ թե սա է, այլ ծխախոտի մնացորդ հավաքողը, հարկատուն, եւ մենք էլ այդքան ոչ չգիտեմ բան չունենք շնչառություն չունենք երբեմն ասում եմ եկեք իր լեզվով խոսենք ախր իրենց հետ ուրիշ բան մենք միշտ պարտվում ենք երբ որ մեր ավանդական պատկերացումների եթե քո հերոսը հարկատուն է օրինակ եմ ասում ինչու՞ չես ազգային հերոսների ցանկից երանելի Շարլ Ազնավուրի վրա խաչ քաշում չէ որ այդ մարդը Ֆրանսիայում հարկերը շատ էին, փախավ Ֆրանսիայից Շվեյցարիայում բնակվեց, որ հարկերից խուսափի։ Գուցե պիղծ բան եմ ասում, որտեվ ամենայն ինձ համար էլ ու բոլոր հայերի մեծարանքի արժանի պատվախնդիր լավ հայ է Ազնավուրը։ Բայց կրկնում եմ, իրենց հետ պիտի փորձենք իրենց լեզվով, որպեսզի նեղը լծես։
Դու ես ինչ ես անում։ Մոնթեն չի հերոսը, Լեոնիդը չի, մյուսը չի, դուք սխալ եք պատկերացրել, հարկատունը հերոսը, խնդրեմ, ազգային հերոսների ցանկից հանի, մարդը խուսափել է հարկերից։ Էլ որ լեզվով խոսես սրանց հետ։ Լավ, սրանք իրական Հայաստան ասելով ուր են մեզ տանում։ Իրական Հայաստանը Այդ ինչ կեղծ այդ շագրերի կաշվի պես երբեմն համեմատում են, չէ՞։ Որքան փոքրանա կապ չունի։ Դա է իրական։ Կարևորը իրականը։ Իրականը դա է։ Արևմտյան Հայաստանը, ինչպես քարտեզը նայել էր, ես կարծում եմ նոր է սկսել այդ արևելք-արևմուտքը դա տարբերել։ Բայց սա մեր պատկերացրած կրթության տեսանկյունից։ Իրենց պատկերացրած կրթությունը, նորաձև կրթությունը, դա արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը հստակ տարբերելը չի։ Դա էս է, որ դա արևմտյան Հայաստան չի, արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Ահա դա է իրական Հայաստանը։ Մեր սրբազան սարը արագածն է, բայց ոչ ընդմիշտ։ Այնքան ժամանակ, քանի իրական Հայաստանի սահմաններում է։ Վաղը եթե հանուն խաղաղության մենք հարկադրված լինենք դա զիջել, դա կդառնա պատմական արդեն։ Իրական սարը կլինի, չգիտեմ, ամուր սարը։ Մինչև վերջնականապես քչփորենք դա էլ չլինի։ Կիսատ պրատ ասացի, բայց դրանց մատուցած նորաձև կրթությունը դա է, եւ դրանց մատուցած իրական Հայաստանն էլ է դա։ Շատ դիպուկ ասացիք, կիսատ պրատ չասացիք, պարոն Վարդանյան, շատ դիպուկ ասացիք, որովհետև այդ Հայաստանը, որ այսպես պոկելով տալիս է, շատ ճիշտ եք, այո, ցանկացած պահի, այ վաղը այդ իրական Հայաստանի մեջ չի լինի Սյունիքը, հետո Տավուշ, արդեն Կիրանցի մի հատվածը չկա, չէ՞, արդեն Կիրանցի Արցախը վաղուց այլևս չկա, ինչ Արցախ, ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես շարունակ, եւ այո, շագրենի կաշվի պես փոքրանալու, սեղմվելու է իրական Հայաստանը, գուցե դա գալու է հասնելու է մեր դռան շեմին, դա էլ ուզում է թուրքը։ Որպեսզի մեր լսարանը չասի, բա հա մի հատ նստել ես տարիներով մի օրինակ ես գտել են էլ Ազնավուրի վրա, երկրորդ օրինակն էլ էս պահին դուք ինձ հուշեցիք։ Տավուշից տակավին վերջերս այսքան տվեց։ Հետո էլ հիմնավորեց, որ այդ գյուղերը մերը չեն, դրանք թաթարաբնակ, ադրբեջանաբնակ են եղել բան։ Նորից եմ ասում, ոչ թե պետք է պատմաբաններին հանես, քարտեզները հանեն, ասեն ախր ես ինչ ես դուրս տալիս։ Էլի կմտնենք փակուղի։ Իրենց լեզվով, եթե դա մերը չէին, բա ինչպես են երկու անգամ քեզ 100%-ով գնացել ձայն տվե։ Բա ինչպես է իր մինչև 3, մինչև հանձնելը դու այդտեղից հարկեր հավաքում։ Այսինքն թուրքի գյուղերից է իր հարկ հավաքում։ Երանի մեզ, որ հայանուն մեկը իր փափախով մտնում է թուրքի գյուղերից հարկ է հավաքում։ Որ ասում եմ իրենց հետ իրենց լեզվով պիտի խոսես հարկադրված, հենց սա նկատի ունեմ։ Նույն կերպ իդեպ Արցախի համար կարող ենք ասել, իրեն հարց տալով տղայիդ ուր է իր ուղարկում, որ երկիրը պաշտպանելու էր գնացել, չէ՞, կռվում է, չէ՞, 44 օրյա պատերազմում էլ մասնակցեց, հա, իր որդի Աշոտը։ Կամ զորակոչ է իր հայտարարում եւ ուղարկում, եթե քոնը չէր։ Կնոջդ էրատոն ուր էր գնում այդ ջոկատը, ինչի հարցերը շատ են, շատ ճիշտ է, իրենց ձեռագրով իրենց պետք է այսպես հարցեր ուղենք, փաստի առաջ կանգնեցնելով եւ ավարտենք այսօրվա մեր հարցազրույցը, պարոն Վարդանյան, ինչպես միշտ ես իմ բոլոր հյուրերին խնդրում եմ ելքեր մատնանշենք իրավիճակից դուրս գալու։ Մարդիկ կան ասում են, այլևս անհնար է, վերջ, մենք մեր պետականությունը կորցրել ենք, մենք այլևս քանդված վիճակում ենք։ Սրան էլ անհնար է հեռացնելը, որովհետև։ Բայց կա նաև մի հատված, որը գտնում է եւ դա երևի են լուսավոր պայքարող հայի տեսակն է, հա, որ երբեք հույսը չի կորցնում, միշտ գտնում է, որ կա ամենաբարդ վիճակում էլ մենք կարող ենք իրավիճակ փոխել։ Բայց ես այսպես եմ ուզում հիմա հարցս տալ։ Մեզ համար ստեղծվել է մի շատ բարդ իրավիճակ նրանով, որ մեր ոչ միայն երկրի ղեկավարն է թերքամետ թշնամու երկրի օրակարգը իրականացնող, այլ մեր բախտը չի բերել նաև ընդդիմության պարագայում։ Եվ դա պետք է մենք բաց տեքստով ասենք, առանց մեկ-մեկուց վիրավորվելու, առանց մեկ-մեկուց նեղանալու։ Ինչու եմ սա ասում, պարոն Վարդանյան, 21 թվականին մեր ժողովուրդը նորից խաբվեց, 2018-ին խաբվեց, ասում ենք, ես
հազարավոր մարդկանց եմ խնդրել ու աղաչել, մի գնացեք, մի քվեարկեք Փաշինյանի օգտին, գիտենք, ճանաչում ենք նպատակները, գիտենք, չլսեցին, տրորեցին մեզ, անգամ հարվածում էին, անգամ վիրավորում էին, շատ բարդ իրավիճակների մեջ եմ ես եւ իմ լավ ընկերներից շատերը։ 2021-ին նորից խաբվեցինք, այս անգամ էլ ընդդիմության գնալու ենք, հաղթելու ենք, չենք թողնելու, մտնելու ենք խորհրդարան, չենք թողնելու, որ սա մնա, մի քանի ամսում հեռացնելու ենք, 4 տարի process եղավ, 4 տարվա մեջ Արցախը կորցրեցինք այդ հույսերի մեջ, 4 տարվա մեջ Հայաստանից տարածքներ կորցրեցինք, ջերմուկի գլխին է կանգնած թուրքը, մենք գնում ենք խորհրդարան, պարոն Փաշինյան, պարոն Ալեն Սիմոնյան, այս բառապաշարով խոսում ենք մարդկանց հետ, ովքեր ամեն օր ժամ-ժամ մեզ դավաճանում են։ Ու երբ հարց ենք հնչեցնում, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում սպասվող նոր ընտրություններում խաբվել, կամ պայքարում եք, ոտքի ենք ելնում միասնաբար, կամ ասեք ով ինչ խաղի մեջ է։ Հիմա ես ձեզ ուղղակի խնդրում եմ, պարզապես բանաձևումը տվեք, ելք այս իրավիճակից, երբ որ ունենք գլխին կանգնած մեր իշխանությունը զավթված է, դա պետք է ասենք, մեր երկիրը զավթված է օտար ուժերի կողմից եւ չունենք ներսում համարժեք են ուժերը, որոնք իզորու են այս իրավիճակը փոխելու։ Ինչ պիտի անի մեջտեղում այս երկուսի մեջտեղում հայտնված հայ ժողովուրդը։ Իդեպ բոլորին բոլորը թիրախավորում են։ Իշխանությունն էլ է թիրախավորում, ընդդիմությունն էլ է թիրախավորում, երբ որ չի հաջողում, հա, սրանց հեռացնել։ Խնդրեմ։ Ախր տեսեք, ասում եք մի ուժ, որը այդ կամքը ունի, հնարավորությունն ունի, ախր հəl մի հատ դիտարկենք դաշտում եղած ուժերը, իսկապես այդ ցանկությունն ունեն Հայաստանը փրկելու։ Շատ էլ որ անընդհատ այդ մասին են խոսում։ Ցավոք իմ դիտարկումներով որևէ ուժ այդ ցանկությունը չունի։ Ես շարքերը չեմ ասում, էլի թող իմ ընկերները, մտերիմները, մերձավորները ներեն ինձ։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, դրանք են ինձ հոգեհարազատ, եւ դաշնակցության շարքերը, եւ հանրապետականների, բայց երբեմն այդ զրույցների ժամանակ, շփումների ժամանակ ես տեսնում եմ ցավով իրենք էլ խաբար չեն, ովքեր են իրենց գլուխները։ Նեղանում են, քննադատում ես, եղբայր, արդյունքում սա եղավ։ Վերջին հաշվով դու ինչ քննարկման մեջ մտնում ես, առաջինը տալիս ես քո կուսակցության անունը։ Դա արդեն նշանակում է, որ քո այդ թայֆաբազությունը, այդ խմբակային հոգեբանությունը քո համար առաջնային է, որքան էլ դու Հայաստանի ու հայրենիքի անունը տաս։ Այսպես էլ շարունակվելու է։ Հիմա նրանց նպատակը, մենք խոսեցինք Ալիևի նպատակի մասին, Փաշինյանի նպատակի, որ ամեն գնով աթոռը պահել։ Սրանց նպատակը գոնե նվազագույնը այս վիճակով, այս տոկոսային հարաբերակցությամբ պարլամենտ խորհրդարան մտնելն է։ Նույնիսկ հույս ունեն, որ մի քիչ ավել, որովհետև այդ ընթացքում սրա վարկանիշը անհամեմատ ընկել է, բայց հարց չեն տալիս իրենք իրենց։ Եթե սրա վարկանիշը ընկել է, այսքան հանձնելու, զիջելու, ձեր վարկանիշը ինչու մի մազաչափ չբարձացավ։ Հարց է, չէ՞։ Շատ ճիշտ դիտարկում։ Սա աշխարհում տրամաբանություն է, եթե իշխանության վարկանիշը իջնում է, դրա համեմատ ընդդիմությանը պիտի բարձրանա, որովհետև դուք արհեստական եք։ Դուք արհեստական եք զավթել դաշտը եւ չեք թողնում, այստեղ դուք շատ համերաշխ եք իշխանության հետ, հանկարծ մի նոր հոսանք ու ուժ չհայտնվի։ Հիմա ինձ հարցնում եք, որն է ելքը։ Ես էլ վաղուց այնքան կուզենայի, հա, մի լավատեսական բան ասեի, էլի, եւ այլ։ Բայց պիտի տեսնենք, արդեն սկսել են առաջ էլ խելահեղ արագությամբ էին իրադարձությունները զարգանում, հիմա արդեն, չգիտեմ, կարող է չհասցնես շունչ քաշել, օրեկան տես ինչեր է կատարվում։ Էլ արդեն երեք սկսեցին մեզ ընտելացնել, Ամերիկան պիտի ինչ-որ բազաներ բերի այստեղ, եւ այլ։ Ելքը այդ խելահեղ զարգացումների ընթացքում adekvat պահելն է, այդ արկածախնդրությունները նորից չկրկնելը, օրինակ, եթե ենթադրենք Ամերիկան որոշել է այստեղ զենք ու զինամթերք բերել, անմիջապես քո քաղաքագետը քեզ հուշում է, չէ, դա քո սիրուն աշկերի համար չի բերում, դու ով ես Ամերիկայի, ոչ մի դաշինքում կաս նրա հետ, քո դաշնակիցը գիտենք ով է,
Ինչու է ուզում քեզ հետ մթոմ իբր բանը զինավարժություն անել։ Պարզ չի, որ դա Իրանի շուրջ է օղակը սեղմում։ Մենք եթե աղոտ հույս ունեինք, որ այդ Իսրայելի բազաներական Ադրբեջանում եւ կարող է հանկարծ մի օր թաքուն, ես ինքս էլ թաքուն հույս ունեի, որ մի օր Իրանը կզայրանա, քանի որ դա սպառնալիք է։ Այն արջի նման Ադրբեջանը դե իր քաշով շնագայելել չի, չէ, Իրանի առաջ։ Գոնե մի թաթով կզարկի դրան, բայց այսօր այդ շնագայելը մենք ենք դառնում, որովհետեւ ընդդեմ Իրանի ինչ որ բաներ ես դու պայմանավորվում։ Հարցնում եք ըստ իս ելքը այս զարգացումների ընթացքում adekvat պահել։ Իշա Հայաստանի դիրքորոշվել։ Թե չէ որ ասեմ միաբանվենք, վաղը ձեր հյուրը չգիտեմ ով է կասի, միաբանվենք, հավաքվենք, ոչ, մենք ոչ կմիաբանվենք, բայց դա հնարավոր է։ Ոչ, եկեք, հա, էլի հասկանանք, մենք եթե որևէ դեպք եղել է մեր պատմության ընթացքում, որ միաբանվել, հավաքվել ենք, չի եղել այդպիսի բան։ Պարոն Մարտիրոսյան, ներողություն եմ խնդրում, հիշում եք ամբողջ 22 թվականին, 23-ին, պատերազմից հետո անդադար խոսվում էր ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի։ Ընդդիմադիր դաշտը չհամախմբվեց։ Մեր ամբողջ ռեսուրսը գնում էր նրա վրա, որ համախմբվեք, հետո սկսեցին իրարից նեղանալ, այս մեկը չեկավ, այն մեկը չեկավ, չի լինելու դա։ Ինչու՞։ Վերջի այս իրար բախումը, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների նաեւ այս բախումը բոլորիս համար պարզ ցույց է տալիս, չէ՞, անհնար է համախմբումը, անհնար է, խնդիրներ կան, կամ այդ մարդիկ պետք է ուղղակի հրաժարվեն դաշտից, հեռանան, ասեն մենք չենք ակտիվ մասնակցում, բայց մենք տեսանք երկրորդ նախագահը ասուլիս արեց, հայտարարեց, ես պատրաստ եմ նորից գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Եվ այլ դուք գնացիք եւ ասացիք կրելու ենք եւ կրվեցիք, եւ մեզ բոլորիս այն մարդկանց, այդ թվում նաեւ ես ձայն եմ տվել այդ մարդկանց, այդ կրելու համար եմ տվել, որ գնային, կրեին եւ սրան հեռացնեին իշխանությունից, չարեցիք, հիմա երբ մենք ասում ենք ժողովուրդ, դուք չարեցիք, նեղանում են, բայց ինձ համար, վստահ եմ նաև ձեր տեսակի մարդկանց համար, ամենակարևորը երկիրն է մեր, անհատները չեն, մենք կուռքերի պաշտամունքով զբաղված չենք, մենք մեր երկրի ցավով, դարդով ենք զբաղված եւ որպես պարկեշտ մարդիկ, պարոն Վարդանյան, ես վստահ եմ, որ նաև իմ բոլոր հյուրերը ձեր գլխավորությամբ մենք չենք կարող խաբել մեր ժողովրդին, մենք չենք կարող ստել, մենք չենք կարող չասել այն ինչ իրականությունն է, ով ինչ ուզում է թող մտածի, միայն ազնվությունը, անկեղծ լինել մեր ժողովրդի հետ, տալ ճիշտ ելքերի գտնելու բանալին, շատ բարդ է դա, այս իրավիճակում բարդ է, որտեղ ներսում է չկա այդ համախմբվածությունը, արտաքին ուժերն էլ դրա դեմ են աշխատում, շատ բարդ է։ Մենք վաղուց դարձել ենք ոչ թե գերին համաշխարհային իրադարձությունների, գերի դառնում են քիչ թե շատ ապահով կայացած պետությունները։ Գերին ենթադրենք մեր քթից են կողմ չասնենք, Ադրբեջանն է, Վրաստանն է, մենք խցան ենք դառել, խցան, որ ալիք էլ պետք չի, որ դու շպրտվես այս կողմ են կողմ։ Այդ խցանը, կրկնում եմ, գոնե չպիտի գնա այդ ալիքին ընդդեմ, այն ինչը որ մենք անում ենք շարունակ։ Ալիքին համահունչ պիտի գնա նվազագույն կորուստների համար։ Սա ավելին ես չեմ կարող ասել։ Ավելին կդիտվի արդեն քյալլագյոզություն ու սնապարծություն, չգիտեմ ինչ։ Հասկանալի է, շնորհակալ եմ պարոն Վարդանյան, ինչպես մեր ձեր անկեղծ ազգային, հա, այդ ձեր տեսակի համար։ Երանի շատ լիներ այդ տեսակը, վստահ եմ մենք կհաղթեինք։ Չգիտեմ, դեռ հույսով ապրենք, որ ամեն ինչ կորած չէ եւ ամեն ինչ արժևում է, պայքարն էլ է արժևում հանուն մեր հայրենիքի։ Շնորհակալ եմ անկեղծությունի համար։ Վերհիշեցնեմ իմ հայրենակիցներին, որ այսօր ես մենքի տաղավարում հյուրընկալել էի մեր հարգարժան գրող հրապարակախոսին Կարո Վարդանյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։